Գիրք Դանիել, գլուխ 2։ Եվ Նաբուգոդոնոսորի թագավորության 2-րդ տարին Նաբուգոդոնոսոր երազներ տեսավ և խռովեցավ նրա հոգին, և նրա քունը գնաց նրա վրայից։ Եվ թագավորը հրամայեց կանչել մոգերին և հմայողներին և կախարդներին ու քաղդեացիներին, որ թագավորին պատմեն նրա երազները։ Եվ նրանք եկան ու կանգնեցին թագավորի առաջին։ Եվ թագավորն ասեց նրանց. «Ես մի երազ տեսա, և իմ հոգին խռովեցավ, որ իմանամ այն երազը»։ Եվ քաղդեաները ասեցին թագավորին քաղդեարեն. «Թագավոր, հավիտյան կաց, ասիր երազը քո ծառաներին, և մենք իմացնենք մեկնությունը»։ Թագավորը պատասխանեց և ասեց քաղդեաներին. «Խոսքը դուրս է եկել ինձանից, եթե ինձ չիմացնեք երազը և նրա մեկնությունը, կտոր պիտի հոշատվիք, և ձեր տները աղբանոց պիտի դառնան։ Բայց եթե երազը և նրա մեկնությունը իմացնեք, ինձանից պարգևներ, տուրքեր և ծանր պատիվ կստանաք։ Ուրեմն երազն ու նրա մեկնությունը իմացրեք ինձ»։ Նրանք կրկին անգամ պատասխանեցին և ասեցին. «Թագավորը թող ասե երազը իր ծառաներին, և մենք կիմացնենք նրա մեկնությունը»։ Թագավորը պատասխանեց և ասեց. «Ես ճշմարիտ գիտեմ, որ դուք ժամանակ եք որոնում, որովհետև տեսնում եք, որ խոսքը դուրս է եկել ինձանից։ Իսկ եթե ինձ չիմացնեք երազը, ձեզ համար մեկ դատավճիռ կա, որովհետև դուք որոշել եք սուտ և ապականյալ բան խոսելու իմ առաջին, մինչև որ ժամանակը փոխվի։ Ուրեմն ասեցեք ինձ երազը, և ես կիմանամ, թե դուք ինձ նրա մեկնությունն էլ կասեք»։ Քաղդեաները պատասխանեցին թագավորի առաջին և ասեցին. «Երկրի վրա մարդ չկա, որ կարողանա թագավորի բանը իմացնել։ Եվ դրա համար էլ ոչ մի թագավոր, մեծ և իշխան սրա նման մի բան չէ պահանջած ոչ մի մոգից, հմայողից և քաղդեայից։ Եվ այն բանը, որ թագավորը պահանջում է, դժվար է, և մի ուրիշը չկա, որ թագավորի առաջին իմացնե այն բացի աստվածներից, որոնց բնակությունը մսեղենների մեջ չէ»։ Սրա համար թագավորը սրտմտեցավ և շատ բարկացավ և հրամայեց կոտորել Բաբիլոնի բոլոր իմաստուններին։ Եվ հրամանը դուրս եկավ, և իմաստունները կոտորվում էին, և որոնեցին Դանիելին և նրա ընկերներին, որ նրան սպանեն։ Այն ժամանակ Դանիելն իմաստությամբ և խոհեմությամբ խոսեց թագավորի դահճապետ Արիովքի հետ, որ դուրս էր եկել Բաբիլոնի իմաստուններին կոտորելու։ Խոսեց և ասեց թագավորի իշխան Արիովքին. «Ինչու համար է այս խիստ հրամանը թագավորի կողմից»։ Այն ժամանակ Արիովքն իմացրեց բանը Դանիելին։ Եվ Դանիելը մտավ և խնդրեց թագավորից, որ ժամանակ տրվի իրան, և նա մեկնությունը կիմացնե թագավորին։ Այն ժամանակ Դանիելը գնաց տուն և բանը իմացրեց իր ընկերներին Անանիային, Միսայելին և Ազարիային, որ ողորմություն խնդրեն երկնքի Աստվածանից այս գաղտնիքի մասին, որ չկոտորվին Դանիելը և նրա ընկերները Բաբիլոնի մնացած իմաստունների հետ։ Այն ժամանակ գիշերվա տեսիլքում հայտնվեցավ Դանիելին այն գաղտնիքը։ Եվ Դանիելն օրհնեց երկնից Աստծուն։ Դանիելը խոսեց և ասեց. «Օրհնյալ լինի Աստծո անունը հավիտենից մինչև հավիտյան, որ իմաստությունը և զորությունը նրանն է։ Եվ նա է ժամանակները և ժամերը փոխողը, թագավորներ իջեցնողը և թագավորներ դնողը։ Նա է տալիս իմաստություն իմաստուններին և հանճար գիտնականներին։ Նա է խոր և ծածուկ բաները հայտնողը, որ գիտե մութի մեջ եղածը, և լույսը նրա հետ է բնակվում։ Քեզ, ով իմ հայրերի Աստված, օրհնում և փառաբանում եմ ես, որ իմաստություն և զորություն տվիր ինձ։ Եվ հիմա ինձ իմացրիր, ինչ որ խնդրել էին քեզանից, որ թագավորի բանը մեզ իմացրիր»։ Վասն որո Դանիելը մտավ Արիովքի մոտ, որին թագավորը նշանակել էր Բաբիլոնի իմաստուններին կորցնելու համար։ Գնաց և այսպես ասեց նրան. «Բաբիլոնի իմաստուններին մի կորցնիր, ինձ թագավորի առաջը տար, և ես իմացնեմ մեկնությունը թագավորին»։ Այն ժամանակ Արիովքը շտապելով Դանիելին թագավորի առաջը տարավ, և նրան այսպես ասեց, թե մի մարդ եմ գտել Հուդայի գերիներից, որ պիտի իմացնե մեկնությունը թագավորին։ Թագավորը պատասխանեց և ասեց Դանիելին, որի անունը Բաղդասասար էր. «Կարո՞ղ ես արդյոք ինձ իմացնել իմ տեսած երազը և նրա մեկնությունը»։ Դանիելը պատասխանեց թագավորի առաջին և ասեց.
Այդ գաղտնիքը, որ թագավորը պահանջում է, չեն կարող իմաստունները, հմայողները, մոգերը և բախտ նայողները թագավորին իմացնել, բայց կա Աստված երկնքումը, գաղտնիքներ հայտնող, և նա հայտնում է Նաբուգոդոնոսոր թագավորին, ինչ որ պիտի լինի հետին օրերումը։ Քո երազը և գլխի տեսիլքը քո անկողնի վրա սա է. դու ով թագավոր, խորհրդածություններ էիր անում քո անկողնի վրա, թե սրանից հետո ինչ պիտի լինի, և գաղտնիքներ հայտնողը քեզ իմացրեց, թե ինչ պիտի լինի, և ինձ ոչ թե ամեն ապրողներից ավելի իմաստություն ունենալուց համար հայտնվեցավ այս գաղտնիքը, այլ նրա համար, որ մեկնությունը իմացնվի թագավորին, և որ գիտենաս քո սրտի խորհուրդները։ Դու ով թագավոր, տեսնում էիր, և ահա մի մեծ արձան, այդ արձանը մեծ էր, և նրա պայծառությունը գերազանց կանգնած քո առաջին, և նրա երևույթը ահավոր էր։ Այս արձանի գլուխը մաքուր ոսկիից էր, նրա կուրծքը և բազուկները արծաթից, նրա մեջքն ու ազդրերը պղնձից, սրունքները երկաթից, նրա ոտները մեկ մասը երկաթից, մեկ մասը կավից։ Դու տեսնում էիր մինչև որ մի քար կտրվեցավ առանց ձեռքի և զարկվեցավ արձանի ոտներին, որ երկաթից ու կավից էին, և նրանց փշրեց։ Այն ժամանակ փշրվեցան միասին երկաթը, կավը, պղինձը, արծաթը և ոսկին, և ամառվա կալերի մղեղին պես եղան։ Եվ քամին տարավ նրանց, և բնավ տեղ չգտնվեցավ նրանց համար։ Բայց այն քարը, որ զարկեց արձանին, մեծ սար եղավ և լցրեց բոլոր երկիրը։ Սա է երազը, և նրա մեկնությունն ասենք թագավորի առաջին. դու ով թագավոր, թագավորած թագավոր ես, որովհետև երկնից Աստվածը քեզ թագավորություն, կարողություն, զորություն և պատիվ է տվել։ Եվ ամեն տեղեր, ուր որ մարդկանց որդիք են բնակվում, դաշտի գազանները և երկնից թռչունները քո ձեռքն է տվել, և քեզ իշխան է դրել նրանց ամենի վրա։ Դու ես նրա այն ոսկի գլուխը։ Եվ քեզանից հետո վեր է կենալու մի ուրիշ թագավորություն, քեզանից ցած, և մի ուրիշ երրորդ թագավորություն պղնձից, որ կտիրե բոլոր երկրին։ Եվ չորրորդ թագավորությունը պինդ կլինի երկաթի նման, ըստ որում երկաթը փշրում և ջարդում է ամեն բան։ Եվ սա էլ այս ամենը կոտրատող երկաթի նման կփշրե և կկոտրատե։ Եվ որ տեսար ոտները և մատները, մի մասը բրուտի կավից և մի մասը երկաթից։ Դա մի բաժանված թագավորություն է լինելու, և երկաթի պնդությունիցն է ունենալու, որովհետև տեսար երկաթը տղմուտ կավի հետ խառնված։ Եվ ոտների մատերը մի մասը երկաթից, մի մասը կավից, սա է, թե այն թագավորությունը մասամբ պինդ է լինելու, և մեկ մասը դյուրաբեկ է լինելու։ Եվ որ դու տեսար երկաթը խառնված տղմուտ կավի հետ, սա է, թե նրանք խառնվելու են մարդկանց սերունդի հետ, բայց մեկզմեկ պիտի չկպչեն, ահա ինչպես երկաթը չի խառնվի կավի հետ։ Եվ այն թագավորների օրերումը երկնքի Աստվածը մեկ թագավորություն է վեր կացնելու, որ հավիտյանս չի ավերվի, և նրա տերությունը ուրիշ ազգի չի տրվի։ Նա պիտի փշրե և վերջացնե այս բոլոր թագավորությունները, իսկ նա ինքը կմնա հավիտյանս։ Որովհետև դու տեսար, որ սարիցը մի քար կտրվեցավ առանց ձեռքի, և նա փշրեց երկաթը, պղինձը, կավը, արծաթը և ոսկին։ Մեծ Աստվածը իմացրեց թագավորին, թե սրանից հետո ինչ է լինելու։ Եվ երազը հաստատ է, և մեկնությունը ստույգ։ Այն ժամանակ Նաբուգոդոնոսոր թագավորը ընկավ իր երեսի վրա, և Դանիելին երկրպագություն արավ, և ընծաներ ու անուշահոտ բաներ հրամայեց, որ մատուցանեն նրան։ Թագավորը պատասխանեց Դանիելին և ասեց. «Հիրավի, որ ձեր Աստվածն է աստվածների Աստվածը, և թագավորների Տերը, և գաղտնիքներ հայտնողը, որովհետև դու կարողացար հայտնել այս գաղտնիքը»։ Այն ժամանակ թագավորը մեծացրեց Դանիելին և շատ մեծ պարգևներ տվավ նրան, և նրան իշխան դրավ Բաբիլոնի բոլոր գավառի վրա և Բաբիլոնի բոլոր իմաստունների վրա գլխավոր իշխան։ Եվ Դանիելը խնդրեց թագավորից և նշանակեց Բաբիլոնի գավառը կառավարելու համար Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին, և Դանիելը թագավորի դռանն էր լինում։